Կարծում հանրությանը հետաքրքրող թեմաներից կլինի տաքսի ծառայության ոլորտը, մենք իհարկե փորձում ենք ամեն ձև իրազեկենք, բայց կարծես թե տպավորությունս այն է, որ այդքան էլ լավ մեր ասածը հանրությունը չգիտի, բայց ձեր կյանքում մի քանի բան է տեղի ունեցել եւ տաքսիստների կյանքում, նախ դուք որ հիմա բացեք Yandex իր հետ է տեղ ունեցել, դրա համար իր անունն եմ նշում, ոչ թե գովազդարում, Yandex-ի այսպես ասած app-ը ու ուզենաք տեսնեք, թե ձեր ուղևորության գումարը ինչից է գոյանում, հենց հիմա կարող եք ստուգել, սխում եք այդտեղ գնի վրա եւ ինքը ցույց է տալիս, թե գինի ինչից է բաղկացած լինում, այդ որ էլ տոն, անձրև, կարկուտ տենց բաներով, որ բոլորը մեզ չասեն, ինչի գինը տենց եղավ, այնտեղ մի քանի կա մինիմում գին, կա այսպես ասած պահանջարկի սուրճը, հեսասակը բացատրեմ ինչ է, եւ գնի գոյացման երկու կոմպոնենտ, մեկը ժամանակն է, մյուսը կիլոմետրը, այսինքն եթե A կետից B կետ հասնելու ժամանակը կարճ է, այդտեղ կարճ է եւ քիչ է գումար գեներացում, եթե երկար է ավելի բնականաբար շատ է։ Էությունը կայանում է նրանում, որ ըստ էության կիլոմետրը կարողանում է ծախսել, կատարված ծախսերը այդ ուղևորության, իսկ ժամանակը արդեն այսպես ասած տաքսու վարորդի աշխատած գումարն է, իսկ ինչ է նշանակում այդ սուրճը, պահանջարկի սուրճը, այսինքն եթե մի ծառայության պահանջարկը էական շատանում է, գործակից էր կիրառվում, առաջ գործակիցը մինչև 4 անգամ կարող էր շատանալ, հիմա մենք սահմանափակել ենք, գրել ենք 3 անգամ, 2 անգամ ավելանալուց հետո այդ գումարը այլևս Yandex-ին չի գնում եւ ամբողջությամբ գնում է տաքսու վարորդին, իսկ մինչև երկուսը համամասնորեն է բաշխվում, մի կարևոր բան Yandex ընկերության տրվող միջնորդավճարը ստարտ ամենա մատչելի տարբերակում, որը ամենաշատն է կիրառվում, քչացրեցինք եւ այդ վարորդի ծառայության փողը գնաց վարորդին, արդեն դրա պրեմիում բիզնես եւ մնացած դասերում բարձրացրեցինք դեպի Yandex եւ մի հատ է բան կար, դուք տեսել եք երևի պլյուս ծառայություն կար, որի իմաստն էր, որ այն մարդիկ, ովքեր բաժանորդագրվում են դրան, այդ գումարը ինչ-որ գումարի դիմաց իրանք ավելի զեղչային տարբերակով են կիրառում, այստեղ այդ cashback կոչվածներ ամբողջությամբ այսօր վճարվում էր վարորդի կողմից, դուք գումարը մուծում եք Yandex-ին, բայց այդ ամբողջությամբ վարորդի կողմից ու ենթադրում էր վարորդը ավելի շատ տեղից ծառայություն ասեմ, մենք ամբողջությամբ փոխեցինք, ամբողջ գումարը այս պահին վճարելու է Yandex ծառայությունը, իսկ օգուտները ստանալու են եւ վարորդի եւ Yandex, այսինքն գումարը տեղափոխվեց։ Դու մենք երկու խնդիր ունենք, համ վարորդների հարցը պետքա կարողանային կարգավորել, այսպես ասած, համ մարդկանց սպառողի հարցը, դրա արդյունքում կարծում բավականին բալանսավորված է։ Չհաշված նաեւ այնտեղ այլ փոփոխություն է, կամ դուք կարող եք ձեր մեքենան տեսնեք, թե ինչ մեքենա է գալու ձեր համար արդեն ոչ թե փաստացի ընտրելուց, այլ ծառայություն ընտրելուց եւ մարդու հարմարության համար մի շարք տարբերակներ ու նաեւ վարորդների իրավունքներն ենք պաշտպանել, որտեղ ժամանակին հարց են բարձրացնում, բա մենք գնացել ենք, ասենք բիզնես դասի ավտո ենք գնե մեքենա են գնա, որպեսզի կարողան ծառայություն մատուցել եւ հետո կատեգորիայի փոփոխություն է տեղ ունենում, մենք ստե իրանց երաշխիքներ ենք տվել։ Կարծում եմ ինքը բավական հետաքրքիր փորձ էր ու հուսով եմ դա կյանքում շատ էական ազդեցություն կունենա եւ վարորդների կյանքում եւ քաղաքացիների կյանքում։